Ազգային ժողովն այսօր սկսեց քննարկել ընտրական օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ։ Հիմնական զեկուցող ընտրական օրենսգիրքի համահեղինակ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նախագծի փոփոխությունները ներկայացրեց ըստ էության դատարկ դահլիճին։ Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Հրանտ Բաքրատյանն առաջինից երկրորդ ընթերցման փոփոխությունների առկայությամբ անգամ օրինագիծն անվանեց անթույլատրելի։ Ըստ նրա, եթե սահմանադրությամբ պարտադրվում է կայուն մեծամասնություն, ապա ընտրական օրենսգիրքով պետք է սահմանել կայուն փոքրամասնություն։ Տվեք կայուն փոքրամասնություն։ 1/3-ը չի կարող լինել, որովհետև այդ դեպքում պիտի 300-ով ընդունվեն օրգանական օրենքները։ Հրանտ Բաքրատյանը մտավախություն ունի, որ կայուն փոքրամասնության նորմը ընտրական օրենսգիրքում չամրագրելու դեպքում իսպառ կվերանա ժողովրդավարություն կառուցելու հնարավորությունը Հայաստանում։ Խոսելով համամասնական ընտրակարգի մասին, Բաքրատյանն ասաց, որ իրականում համամասնական ընտրակարգի անվան տակ ներկայացվում է տարաձևված մեծամասնական ընտրակարգ։ Եթե դուք ուզում եք դեմոկրատիա եւ սահմանադրությունը պահանջում է անցումը համամասնական ընտրակարգի, չի կարելի այս օրենսգրքով փաստորեն ջրել այդ ընտրակարգը համամասնական, որովհետեւ ըստ էության մենք գործ չունենք համամասնական ընտրակարգի, սա մեծամասնական ընտրակարգ է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ քննադատությունն ուղղեց քաղաքական ողջ ներկապնակին, ասելով, որ երկրում ստեղծված իրավիճակի համար հավասարապես մեղավոր են թե իշխանությունները եւ թե ընդդիմությունը։ Մենք բոլորս պատասխանատու ենք այս վիճակի համար։ Բոլորս, ովքեր եղել են նախկին իշխանություն, ովքեր այսօր իշխանություն են, ովքեր եղել են նախկին ընդդիմություն, ովքեր այսօր ընդդիմություն են, բոլորս, եկեք ոչ մեկին ավեր կամ պակաս, այո, ավեր կամ պակաս, բոլորս պատասխանատու ենք, որ մենք այսօր ունենք ընտրական արատավոր մի համակարգ։ Ըստ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի, քանի դեռ իշխանությունները չեն դրսևորել արդար եւ վստահելի ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք, որևէ ընտրական օրենսգիրք չի կարող կանխել ընտրակեղծարարությունը երկրում։ Եթե այդ կամքը չկա, հարգելի իմ գործընկերներ, ուզում եմ բոլոր քվեարկած ընտրացուցակները հրապարակեք, ինչ ուզում է արեք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Կարծում եմ անկախությունից ի վեր Հայաստանում բոլոր իշխանությունները ապացուցել են, որ իրենք չեն ունեցել քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու, որևէ համադարման ամենաիդեալական ընտրական օրենսգիրքը, որը կհավակնի որպես բեսթսելեր ստանալու Նոբելյան մրցանակ, չի փրկելու։ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հակադարձեց Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին։ Երկու անգամ մեծամասնականով ընտրվել եմ եւ 99 եւ 95-ին։ Ոչ մի բողոք, ոչ մի բացարձակ բան չի եղել եւ այդ մեծամասնական ընտրությունները եղել են իսկապես նորմալ ընտրություններ։ Եղել է կամք, եղել է ընտրություններ, որտեղ դուք ասացիք բոլոր իշխանությունները թույլ տվեք ուղղակի չհամաձայն ընտրեն։ Անդրադառնալով ընտրական օրենսգիրքին, Արամ Մանուկյանը դրական գնահատեց Դավիթ Հարությունյանի եւ Հովհաննես Սահակյանի ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ներկայացրած 5 կետերը արտահերթ նիստով քննարկելու պատրաստակամությունը եւ նորից բարձրացրեց ընտրողների ցուցակները մաքրելու անհրաժեշտության հարցը։ Ելնելով արտագաղթի աննախադեպ չափերից, ելնելով հասարակության մեջ այն կարծրատիպից կամ այն արդար բողոքից, որ հենց այդտեղ է կեղծիքների եւ խախտումների բնույթը, մենք առաջարկում ենք ընդհանրապես այդ մարդկանց, որոնք ընդգրկված են ցուցակներում, չզրկելով ընտրական իրավունքից, մենք կազմենք երկրորդ ցուցակը կամ նշում անենք հիմնական ցուցակների վրա, որ իրենք այդ բանը Հայաստանում չեն։ Տրամաբանական է եւ որովհետեւ այստեղ կամակորության, չգիտեմ, անհնարինության, ուլտիմատումի խնդիր բացարձակ չկա։ Արամ Մանուկյանը հորդորեց իշխանություններին կառուցողական գտնվել եւ ընդունել իրենց կողմից բարձրացրած առաջարկությունները։ Падգամավորը միաժամանակ նշեց, որ այս 5 կարևորագույն առաջարկությունների վրա ծանրանալու հետևանքով իրենք չեն կարողացել պատշաճ արձագանքել այն մնացած խնդիրներին, որոնք առկա են նախագծում։ Այնքան խրթին բաներ կան, այնքան չիրականացվող բաներ կան, մենք չհասցրինք լուրջ դրանով զբաղվել։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ թեև իրենք սահմանադրությամբ սահմանափակված են ժամկետներով եւ մինչեւ հունիսի 1-ը պետք է արդեն ընդունած լինեն ընտրական օրենսգիրքը, սակայն օրենքի ընդունումից հետո անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն արտահերթ նիստ եւ կքննարկեն այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ընտրական օրենսգիրքի շուրջ քաղաքական լայն կոնսենսուս ձևավորելու հնարավորությունը։ Արփի Մաղսուդյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։